Բարև ձեզ, Վեստիեի տաղավարում ենք։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների մասին, ինչպես նաև արձանագրեց այն ձեռքբերումները, որոնք արդեն իսկ գրանցվել են իր նախորդ ելույթից մինչ այս պահը։ Թեմայի վերաբերյալ զրուցելու եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, քաղաքագիտության թեկնածու դիվանագետ Ալեքսանդր Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Սարգսյան, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինչ ձեռքբերումներ ունենք մենք Եվրոպական խորհրդարանում իր նախկին ելույթից մինչ այս պահը։ Իրականում, գործնականում տեսանելի քայլերի ինչ ձեռքբերումներ ունենք մենք։ Իրականում ձեռքբերումներ ձևակերպման հետ բնականաբար համաձայն չի լինի, որովհետև ձեռքբերումներ նայած ում համար։ Եթե ձեռքբերումները դա Նիկոլ Փաշինյանի անձնական PR-ի կամ անձնական շահի համար է կամ նրա համար, որ հետագայում ինքը կարողանա դա վաճառելով պահել իր աթոռը, սա ցույց է տալիս իր էությունը։ Բայց եթե վերցնում ենք Հայաստանի Հանրապետության համար եւ մեր ազգային շահերի համար ինչ տեղի ունեցավ, բնականաբար շարունակում է անկումը։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մցրել է մի անկման ժամանակաշրջան, որտեղ մենք անընդհատ շարունակաբար իջնում ենք ներքև մեր հեղինակության, միջազգային վարկի առումով եւ երկրի ներսում նաեւ տնտեսապես ժողովրդավարության տեմպերի կամ հաջողությունների, նրանք ուղղակի խոսում են, նրանք ուղղակի թեզեր են առաջ քաշում, որոնց վստահ եմ, երբ որ մի քիչ իրանք էլ մտածում են, չեն հավատում, ուղղակի ասում են ինչ որ խոսքեր ասելու համար, նաև չպատկերացնելով դրանց հետևանքները, նաև չպատկերացնելով թե ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Այսինքն երբ որ ձեռքբերումները շատ հստակ ուղենշվում են, այ օրինակ կա Կիրանցի պատ, կա սահմանազատման գործընթաց, արդյունքում չեն գրակում։ Կա Կիրանցի պատ, կա Կիրանցի որոշակի հատված, որը մնացել է պատից այն կողմ, որտեղ մեր քաղաքացիները, մեր մարզաբնակ բնակչությունը օգտագործում է տարածքները որպես արոտավայրեր, որպես գյուղատնտեսության համար գոտիներ, կան ջերմուկը, կա աչքի ջերմուկի սարերը, երբ որ 22 թվականի ջերմուկի դեպքերից հետո ադրբեջանցիները եկան եւ տեղավորվեցին այնտեղ ու շարունակում են դեռ մնալ, որոշակի առումով նաեւ ամրապնդում են իրենց դիրքերը, ամրաշինական գործողություններ են իրականացնում ու կա Սև լճի տարածքը, կա ներքին հանդը, կա իշխանասարը, այսինքն շատ հարցեր կան, շատ տարածքներ կան, վերին շորժան, հերթով կարելի է թվարկել, որոնք աստիճանաբար այս ընթացքում անընդհատ ավելացել են։ Ու անընդհատ ավելանալու հետ մեկտեղ այնտեղ դիրքավորվում են։ Այսինքն կոնկրետ ադրբեջանական կողմը այնտեղ դիրքավորվում է, իրականացնում է որոշակի գործողություններ։ Եթե իրենք կարողանում են ամեն ինչ ստանալ, ցանկացած զիջում կապված թե սահմանային կետերում, թե ընդհանուր քաղաքականության մեջ իրենց դիրքորոշումներում, երբ որ բանակցային ֆորմատում իրենք ստանում են ամեն ինչ, կրակելու իմաստը այստեղ ուղղակի դուրս է գալիս։ Իսկ այդ բոլոր զիջումները ականներ են հասարակության մեջ, որոնք ներդրվում են հասարակության մեջ։ Այսինքն, երբ որ դու առանց երաշխավորության, երբ որ առանց հստակ պայմանավորվածության միակողմանի զիջումների են գնում, իսկ այս զիջումները միայն միակողմանի են։ Չկա ինչ-որ մի բան, որտեղ Հայաստանը էական առավելության է հասել կամ Հայաստանը էական ձեռքբերում է ունեցել։ Ինչ ձեռքբերումների մասին կարող է խոսել այս դեպքում։ Ուղղակի դրանք թեզեր են, դրանք հերթական մանիպուլյացիաներն են, դրանք ինչ-որ որոշակի հրադադար, ասենք, այսինքն չկրակելը, այսինքն դա հրադադարել չի, ուղղակի չեն կրակում, որովհետև ստանում են ամեն ինչ։ Դրա հետ մեկտեղ, դրան զուգահեռ ականները տեղադրվում են հասարակության հիմքերում, որովհետև մեր դիրքերը թուլանում են հաջորդ էսկալացիայի ժամանակ, Աստված չանի որ լինի, մենք ավելի վատ դիրքերով ենք լինելու, որովհետև ամեն ինչ զիջվում է, բարձունքները զիջվում են, փոփոխությունները կատարվում են, այսինքն ու հերահար նպատակները Ադրբեջանի չի փոխվում, Ադրբեջանի խոսույթը չի փոխվում։ Ինչ կարելի է փոխել, ինչի արդյունավետության մասին կարելի է խոսել, երբ որ Ադրբեջանի խոսույթը ընդհանրապես չի փոխվում։ Ընդհանրակարգը ավելանում է, այսինքն արևմտյան Ադրբեջանի խոսույթը
իրանց կողմից կոչված Զանգեզուրի միջանցքի խոսույթը հասնում է նրան, որ կառավարության ղեկավարը կառավարության նիստին ժամանակ հայկական տեղանունները ասում է ադրբեջաներենով, այն տարբերակով, որոնք օգտագործվում է Ադրբեջանի կողմից։ Այսինքն ստեղ ձեռքբերումների մասին խոսել ուղղակի անիմաստ եմ համարում։ Ձեռքբերումներն այն էր կարծես, որ մենք այս պահին ունենք խաղաղություն։ Դա հիմա, չգիտեմ, զիջումների հաշվին է եղել, թե ինչպես է եղել, բայց կարծես Ադրբեջանը մեզ այդքան էլ խաղաղություն չի խոստանում, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհակալություն հայտնել։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, հնարավոր է ի վերջո հասնել այդ խաղաղությանը, թեկուզ այդքան զիջելով եւ նշաձող միջեցնելով։ Ի վերջո նշաձողը միջև ուր կարող ենք իջեցնել։ Ի վերջո պետք է հասկանանք ինչ է ուզում Ադրբեջանը։ Երբ որ տեսնում ենք Ադրբեջանի պետական հեռուստաընկերություններով ցուցադրվող քարտեզները, երբ որ տեսնում ենք Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթը, երբ որ վերցնում ենք նրա բնակչության մասին խոսույթը եւ վերադարձի հարցը, այսինքն իրենք մինչև 300,000 մարդու վերադարձի մասին են խոսում։ Դուք պատկերացնում եք դրա հետևանքները Հայաստանի համար, այսինքն մեր բնակչության համար, ովքեր պետքա ուղակի կողքի ապրեն, չունենալով ոչ մի երաշխիք, չունենալով ոչ մի վստահություն անգամ մեր կառավարման մարմինների վրա, այդ պետական ապարատի վրա, իսկ ադրբեջանական կողմից երևի թե պատկերացնում եք ովքեր պետք է գան, ինչ տնային աշխատանքով պետք է գան այդ մարդիկ եւ ինչ հետևանքներ հետագայում կարող լինեն։ Երբ որ ժամանակին մենք հուշում էինք կամ քննարկումների ժամանակ ասում էինք ինչ կարող է լինել, ինչ հետևանքներ կարող են լինել մի զիջումից հետո, որը հերթականը կարող է հասնել դրան, հա, այսինքն տարածքային հարցեր, միջազգային դատերից հրաժարվելու հարցեր, այսինքն այն հարցերը, որոնք ակներև էին, որ պետքա լինեին, մարդիկ որոշում կայացնող մարդիկ ուղղակի չէին հետևում կամ երկրորդ քայլի մասին չէին մտածում։ Իսկ Ադրբեջանը շատ հստակ պլանավորված, շատ հստակ երևացող պլանավորումով առաջ է գնում։ Իսկ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի ղեկավարին պատեհ ու անպատեհ առիթներով բոլոր միջազգային հարթակներում լեգիտիմացնում է իրենց կատարած բոլոր նախկին գործողությունները։ Իսկ դիվանագիտական եւ ռազմական ճակատները ամեն դեպքում դրանք նույնական չեն։ Ինչքան է դիվանագիտական խրամատ, այսպես ասած, լինի անվտանգային եւ պաշտպանական խրամատի հիմնվի դրա վրա, բայց ամեն դեպքում կան որոշակի հարցեր, որոնք անընդհատ պետք է բարձրաձայնել։ Անընդհատ պետք է բարձրաձայնել մեր հայրենակիցների Արցախից տեղահանման հարցը, նրանց իրավունքների հարցը, Արցախի թեման երբ որ փակում ես, բնականաբար Ադրբեջանը առաջակաշելու Սյունիքի հարցը, այդ միջանցքի հարցը, տարածքների հարցը, ու ոչ մեկ չի խոսում նրա մասին, որ 20 թվին Ադրբեջանը ուղղակի հրթիռակոծում էր մեր հայրենակիցներին կամ ռմբակոծում էր պատահական, այսինքն սկզբունքով չտարանջատելով ռազմական եւ քաղաքացիական թիրախները, ուղղակի ռմբակոծելով դպրոցի կամ մանկապարտեզի շենքը, կիրառելով նաև այդ քիմիական զենքը, հա, այսինքն կան բաներ, որոնք Ադրբեջանը ուղղակի գործողություններ, որոնք նրանք ուղղակի արվել են եւ այս շնորհակալություններով, այս մասին չխոսելով, երբեք չբարձրաձայնելով, ամեն անգամ զիջելով, այսինքն բոլոր բանակցային ֆորմատներում մեր գործող իշխանությունները գնում են զիջելու։ Ադրբեջանը ոչ մի զիջում չի, եթե հետևեք 20 թվականից սկսած նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետագայում բոլոր հայտարարություններով եւ բոլոր ստորագրված փաստաթղթերով Ադրբեջանը ոչ մի զիջում չի արել։ Իսկ Հայաստանը ամեն անգամ զիջում անելուց հետո նորից գնում է այլ ֆորմատում բանակցությունների ու նորից պատրաստակամա զիջումների։ Այսինքն եթե վերցնենք ռեալիզմի տեսության եւ զրոյական գումարով խաղի պրոյեկցիան այս պայմաններում լինում այնտեղ որ Ադրբեջանը միշտ իր դիրքում ու առաջ է գնում, Հայաստանը միշտ զիջում, այսինքն կրկնակի անգամ մենք հետ ենք գնում ամեն նոր ֆորմատ
ֆորմատի ընթացքում։ Ամեն անգամ, երբ որ դուք ձեր կուսակցությունը մյուս դիվանագետները բարձրաձայնում են այն մասին, որ զիջումները միակողմանի են, դրան հակադարձում կա։ Երեք ելույթում եւս այդ հակադարձումը կար։ Ակնարկելով հստակ ձեր կուսակցության ղեկավարին, եկեղեցու կողքը կանգնած ուժեր մի քանի անգամ, այսինքն տարբեր դրվագներով հստակ էր, որ խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, ասաց, որ պատերազմի, այսինքն դուք խաղաղության այլընտրանքն եք եւ պատերազմի կուսակցությունը, երբ որ ասում եք զիջումներ չլինեն, դա նշանակում է, որ պատրաստ եք պատերազմել, հասարակությանը տանում ենք պատերազմի, թե կան ի վերջո դիվանագիտական լուծումներ։ Բնականաբար ցանկացած խելամիտ քաղաքական ուժի ցանկությունը խաղաղությունն է։ Մենք հենց այդ սկզբունքով ենք մտել քաղաքական դաշտ արտաքին քաղաքականության վերաբերյալ կամ այս հարցում բնականաբար առաջնորդվում ենք հենց խաղաղությամբ, բայց խաղաղությունը պետք է լինի երաշխավորված առաջին հերթին, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ ու երաշխավորված խաղաղությունը հենց նա է, երբ որ բոլոր կողմերը, ովքեր ներգրավված են կոնֆլիկտում, ունեն հստակ իրենց պարտավորությունները։ Ադրբեջանը հստակ տալիս է ինչ զիջումներ կամ ինչ միջոցներով է հասնում ինքը հանգուցալուծման եւ մենք նույնպես, բայց դա նաեւ երաշխավորվում է բոլոր այլ միջնորդների կողմից, գերտերությունների կողմից, ովքեր հետաքրքրություն ունեն այս տարածաշրջանում։ Իսկ տարածաշրջանում տեսնում ենք, որ գերտերություններն իրոք ունեն իրենց շահերը եւ սկզբունքները։ Բայց ստեղ ես կուզենամ հենց անդրադառնալ նաեւ այն հարցին, թե ինչ է կախված նաև ղեկավարից, այսինքն ղեկավարի ուժեղ կամ թույլ լինելուց, ղեկավարի հմտություններից, բանակցային ֆորմատում մարդկանց ներգրավելու եւ նրանց նույնպես երաշխավոր դարձնելու կարողություններից։ Պետք է խոսել, այսինքն խոսել միայն մենք թույլ երկիր ենք, հենց երեկվա հայտարարության ժամանակ, մենք թույլ երկիր ենք, աղոթում ենք ուղակի խաղաղության համար, սա ցույց է տալիս այս իշխանությունների տկարությունը։ Մենք դրա համար ենք ասում, պետք է ուժեղ առաջնորդ, ով կղեկավարի երկիրը, ով կհզորացնի տնտեսությունը, անվտանգությունը, բանակը, ով երաշխավոր կդարձնի նաև մեր անվտանգությունը, այսինքն շատ այդտեղ հեծանիվ հնարել պետք չէ։ Զսպման մեխանիզմները միջազգային պրակտիկայում եւ տեսության մեջ եւ կիրառական պրակտիկայում իրենք ապացուցել են արդեն իրենց արդյունավետությունը։ Իսկ միայն աղոթելով, ուղղակի ասելով, որ մենք թույլ ենք, ստեղ մենք հենց ինքներս Հայաստանը թույլ ղեկավարը Հայաստանը դնում է թույլ դիրքերի մեջ։ Իսկ եթե լինի պրոակտիվություն, իսկ ինչու չի խոսվում այդ երկրների, այսինքն մեր տարածաշրջանում հիմա այս կոնֆլիկտի պայմաններում ներգրաված երկրների ղեկավարների, արտգործնախարարների հետ, իսկ ինչու չի խոսվում, որովհետև իրանք չեն կարողանում, այսինքն նույն պայմանները լինելու է երաշխավորի արկայությունը ինչի է կարևոր, մի քանի երաշխավորների արկայությունը, որովհետև երբ որ երաշխավորներից մեկը զբաղված է իր խնդիրներով, հիմա կոնկրետ Հայաստանը չի կարողանում զանգել եւ այս մեր բարեկամ երկրին ու այն երկիրը, որը նաեւ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ենք ստորագրել վերջերս, այսինքն երկու երկրների հետ ուղակի խոսել, ուղակի ներկայացնել, ինչ կարող է անգամ անել Հայաստանը, դա չի արվում։ Իսկ զրույցներ, հեռախոսազրույցներ չի ունենում։ Իսկ եթե այդ մարդիկ հիմա զբաղված են, եթե երկրների ղեկավարները հիմա զբաղված են իրենց սեփական խնդիրներով, իսկ եթե էսկալացիա լինի Հայաստանում Աստված չանի, զանգելու են, ով է պատասխանելու իրենց հարցերին, ով է պատասխանելու իրենց զանգերին, ով է ներգրավվելու, ով է նորից այլ ֆրոնտում կամ այլ ճակատում միջամտելու ինչ որ գործողությունների։ Այսինքն սրանք հենց այդ տարբերություններ են, որոնք թույլ ղեկավարը լինելով թույլ ինքը ուղակի այդ իր թուլությունը վաճառում է նաև երկրի վրա է պիտակավորում այդ թուլությունը, ուղակի վաճառում է որոշակի առումով օգնություն մուրալով կամ ցույց տալով ինչ որ անիմաստ խոսույթներով խաղաղության վերաբերյալ, որը իրական խաղաղություն չի, սա ինչ որ ժամանակավոր ֆորա է նաև երևի թե ընտրություններից առաջ, որովհետև ում է ձեռ տալիս Հայաստանում թույլ ղեկավար լինելը, հա, բնականաբար մեր կողքի հարևան երկրին ձեռք է տալիս Նիկոլ Փաշինյանի պես ղեկավար։ Ու քաղաքացիները հենց տեղ էլ պետք է արդեն կողմնորոշվեն, ում ուղղությամբ են գնում ընտրություններ կատարելու այն մարդը, ով
21 թվականին արդեն ստերի տենց մի տարապ, մի ստերի ծրագիր ներկայացնելով ու այդ ծրագրի 90% ուղղակի չանելով հավակնում է նորից գալ իշխանության, թե այն մարդուն, ով չունենալով ոչ մի պարտավորություն, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, երկրի տնտեսության չափ բարեգործություն է արել անանուն, այսինքն ոչ sense գովազդվելու կամ ոչ հրապարակային մարդ ուղղակի բարեգործություն արել սեփական պատասխանատվությունից եւ երկրի ու քաղաքացիների մասին հոգ տանելու ցանկությունից կամ միտումից ելնելով։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը մի հետաքրքիր միտք հնչեցրեց 2024 թվականի եկեղեցու այդ աշով, երբ որ սկսվեց Գիրանցը, փորձում էին ձեր ասած արժանապատիվ խաղաղությունը կերտել, ասում էին, որ մի հանձնեք այն տարածքները, որոնք կադաստրի վկայականով մերն են, քանի որ ուժը լիարժեք աջակցում է եկեղեցուն, երևի հարցը ձեզ ուղղեմ։ Մենք իսկապես այդ ժամանակ պետության կործանման, տենց երերման եզրին էինք կանգնած, ինչպես եք որպես դիվանագետ գնահատում եւ ի վերջո այդ խախտողը ով էր։ Դա ասում է մարդ, ով 6 տարի լինելով իշխանության, ընդունում է, որ 24 թվականի մարտ-ապրիլ ամիսների մենք պետականության կործանման եզրին էինք։ Այսինքն 6 տարի լինելով իշխանության, բերելով հիմա արդեն 8 տարի, բերելով 3 պատերազմ ու այդ պատերազմներից դուրս գալով պարտված, այդ պատերազմների արդյունքում ունենալով հայաթափված, ամբողջությամբ հայաթափված Արցախ, ունենալով գերիներ, պատրաստ լինելով շարունակական նաև զիջումների, շնորհակալություն հայտնելով Ալիևին չկրակելու համար, բայց նաև Ալիևի իր անվտանգության բոլոր հարցերը լուծում է եւ հողի վրա է լուծում, գետնի վրա է լուծում, ու այդքանով հանդերձ ոչ մի անվտանգային միջոցառում չձեռնարկելով, մարդ ասում է ու շարունակել հավակնել նորից ընտրության։ Այսինքն ինքը իր խոսույթում, ինքը իր խոսքում ընդունում է, որ ինքը ունակ չէ անվտանգային միջոցառումներ ձեռնարկել, որ ինքը 6 տարի շարունակելով երկիրը հասցրել էր պետականության կործանման խնդիրների առջև։ Իսկ ինքն է ընդունում այդ ամենը։ Քաղաքական ուժ այլ բան է ասում, քաղաքացիական պայմանագիրն ասում է, եթե մեզ չընտրեք, խաղաղություն չի լինի, թռիփ չի լինի։ Քաղաքացիական պայմանագիրը իրանք ուղղակի որոշակի թեզեր են առաջ քաշում, ու որին ինձ թվում է իրանք մտածում են կարևոր չի ով հավատում կամ ով է մտածում դրանց արդյունավետության կամ դրանց ուղղակի որպես կարծիք լինելու իրավունքի մասին։ Ուղղակի ասել ինչ-որ բաներ, գործողություններ, այդ պահին տենց առանց հաշվետվողականության, առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, հա։ Նույն երեկվա ելույթում, այսինքն Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հանդեպ իր խոսույթը, եկեղեցու ներկայացուցիչների, կաթողիկոսի վերաբերյալ նրա արտահայտած եզրույթը, սաղակի ոչ մի ազգային արժանապատվության, ոչ մի սահմանների մեջ չի տեղավորվում։ Բնականաբար, երբ որ երկրի ղեկավարը նման խոսույթով է հանդես գալիս եւ ազգային արժեքների վերաբերյալ նման գնահատականով, սա անհետևանք չի մնալու։ Բոլորը ընկալում են սա որպես հարված Հայաստանին։ Ու Հայաստանի ներսում էլ դա պետք է ընկալվի որպես Հայաստանին հարված։ Ու նորից եմ կրկնում, ժողովուրդը պետք է որոշի ում առաջնորդությամբ պետք է շարունակի ապրել։ Այն մարդու, ով ուղակի հաճոյանալու համար, ուղակի ծափերի արժանանալու համար երկրի հանդեպ նմանատիպ խոսույթով ու վերաբերմունքով է դուրս գալիս միջազգային հարթակներ, թե այն մարդկանց, ովքեր արժանապատվորեն կատարել են իրենց աշխատանքը, ստեղծել են ուժեղ տնտեսական միավոր, ընկերություն, նաև հաշվի առնելով երկրի իրավիճակը, իրենք քաղաքական հայտ են ներկայացրել եւ նաև մասնակցությունը պայմանավորված է եղել ազգային արժեքների նման ոտնահարումով ու անկեղծորեն ժողովրդից հայցում են քվե հետագայում ղեկավարելու իրավունք ունենալու համար, այսինքն սա պարտավորություն է
Դուք ուղղակի պատկերացրեք, թե ինչ պարտավորության տակ է մտնում Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը, ունենալով բոլոր միջոցները, ուղղակի վայելել իր անձնական, իր ընտանիքի կյանքը, իր կյանքը, բայց բնականաբար ստեղծված իրավիճակը բոլոր մտահոգ եւ բոլոր արժանապատիվ հայերին ստիպում է, որպեսզի համախմբվել եւ պատմության անիվը շրջել եւ մենք համոզված ենք, որ ունենալու ենք ուժեղ Հայաստան, մենք համոզված ենք, որ Հայաստանը բարելավելու է եւ ուժեղացնելու է դիրքերը եւ տնտեսական առումով, եւ անվտանգային առումով, եւ արտաքին քաղաքականության առումով, եւ երկրի հեղինակության առումով։ Քաղաքացին, որը հուլիսի 7-ին պետք է գնա ընտրատեղամաս եւ ընտրություն կատարի, արտաքին քաղաքական մասով քաղաքական ուժերը ինչ պետք է առաջարկեն եւ նախընտրական ծրագրերում հատկապես ինչին ուշադրություն դարձնեն։ Մենք բազմիցս ասել ենք, որ զրոյական կետից սկսելը որոշակի առումով լավ տեղ չի հանգեցնում։ Այսինքն Հայաստանը ունի պարտավորություններ միջազգային համաձայնագրերով, հայտարարություններով եւ հանձնառություններ, որոնք բնականաբար պետքա իրականացնել եւ դրանցից հետ կանգնել չի կարելի։ Բայց այստեղ կարևոր հանգամանքը այն է, որ մեր քաղաքական ուժի դիրքորոշումը Հայաստանի շահը առաջնահերթություն պետք է լինի։ Ինչքան էլ որ լինի բազմակողմանի եւ բալանսավորված քաղաքականություն, ինչքան էլ որ բոլոր գերտերությունների հետ պետք է ունենանք շատ լավ հարաբերություններ, տարածաշրջանում պետք է լավ հարաբերություններ հաստատել հարևանների հետ, մեր բարեկամական հարևան երկրների հետ պետք է շարունակենք մեր լավ եւ գործընկերային ռազմավարական հարաբերությունները, բայց այստեղ կարեւոր է նաեւ Հայաստանի շահը լինել առաջնային։ Հայաստանի ազգային շահը պետք է լինի առաջին դիրքում, ցանկացած միջազգային բանակցություններում, ցանկացած ֆորմատում, ցանկացած բազմակողմ հարթակներում պետք է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացվի Հայաստանի շահը ունենալով առանցքում։ Ինչ է առաջարկում այս դեպքում ուժեղ Հայաստանը, հատկապես դες մեղադրում են նաև սլաքներն ուղում են որոշ քաղաքական ուժերի ասած նրան, որ դուք քանի որ Ռուսաստանի հետ բարեկամական կապեր ունեք եւ այլն, Սամվել Կարապետյանը նաև Ռուսաստանի քաղաքացի է, ամեն ինչ տանում է նրան, որ գուցե միութունական պետություն ցանկանաք ստեղծել ու զիջել Հայաստանի անկախությունը։ Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը անսակարկելի են։ Չի կարող լինել ազգային ուժ, որ մենք ներկայացնում ենք, չի կարող լինել ազգային արժեքներով առաջնորդվող ուժ, որի համար անկախության զիջումը լինի ընկալելի կամ ընդունելի։ Հայաստանը շարունակելու է ունենալ լավ հարաբերություններ, ձևավորելու է լավ հարաբերություններ բոլոր կենտրոնների աշխարհական ուժային կենտրոնների հետ, այդ թվում Ռուսաստանի, այդ թվում Եվրոպական միության, այդ թվում Միացյալ Նահանգների, այդ թվում Չինաստանի, այդ թվում Հնդկաստանի, Հայաստանը շարունակել ունենալ լավ հարաբերություններ իր եւ բարեկամ հարևան երկրների հետ, պետք է բնականաբար հաշվի առնենք այն երկրների շահերը եւ այն երկրների գործոնը եւ նրանց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանը ունեցել է ճգնաժամային եւ վատ իրավիճակներ եւ բնականաբար պետք է նաեւ փոխադարձության սկզբունքով լավ հարաբերություններ ունենալ, շարունակել ռազմավարական համագործակցությունը նաև հարևանների հետ, բարեկամական տրամադրված հարևանների, պետք է հաղթահարել ճգնաժամերը մյուս հարևանների հետ եւ պետք է իրականում ձգտել իրական խաղաղության եւ երաշխավորների ներկայությամբ եւ երաշխավորությամբ, որոնք պետք է լինեն մի քանիսը, ինչպես նշեցինք, որովհետև մի երաշխավորի արկայության պայմաններում մենք արդեն հետևանքները տեսել ենք։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, պարոն Սարգսյան։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Ալեքսանդր Սարգսյանը, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, քաղաքագիտության թեկնածու, դիվանագետ։ Մենք զրուցում էինք Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների մասին։